ինչպես ասում են քննչական մարմիններն են, չէ՞ դա վկայակոչում, որ անձը կարող է օրինակ խոչընդոտել քննությանը։ Հիմա այո, ունենք իրավիճակ, որ քննչական խումբը խոչընդոտում է պաշտպանության իրավունքի իրացմանը, բայց ուղղակի դա խախտումների մասշտաբի մեջ հերթականներից մեկն է։ Մենք գործ ունենք 177 օր տևող կալանքի հետ առանց զրոյական հիմքերի պայմաններում։ Հիմա այն իդեպ մյուս հանգամանքներ նշեմ ու իդեպ խնդրեմ հեսա պարոն Ֆերոյանն էլ կանդրադառնա։ Դուք ասեցիք Արցախի ներկայացությունում խուզարկություն է տեղի ունեցել, ինչքան էլ ասում ենք, որ որևէ առնչություն չունի, բայց իրավական ինչ-որ բան եղել է երևի։ Ձեր ձևակերպումն եմ օգտագործում։ Գործընկերներ, մեր ձևով կմասնակցենք Մայր Աթոռի պաշտպանությանը։ Հիմա օրինակ փողոցում մեկը տենց բան ասի, դուք էլ կողքից տենաք, ձեր մտքով կանցնի, որ 177 օր կարելի է կալանավորված լինել դրա համար։ Ես ձեզ ամենայն պատասխանատվությամբ եմ ասում, նույն ձև կարող են մտնել օրինակ անիվ հիմնադրամ եւ ասեն եկել ենք Սամվել Կարապետյանի վերաբերյալ մի բան գտնելու։ Կարող են մտնել օրինակ քաղաքացիական պայմանագիր կուսակցության գրասենյակ, ասեն եկել ենք Սամվել Կարապետյանի վերաբերյալ մի բան ման գալու։ Կարող են գնալ, չգիտեմ, էլ ինչ աբսուրդային օրինակ բերեմ։ Հասկանում եք, այսինքն կրկին ուղակի հորդորեք քննչական կոմիտեն թող սաղ նախաքննական գաղտնիքը գաղտնազերծի։ Պաշտոնապես հայտնում եմ, մենք ունենք տվյալներ մեր տրամադրության տակ, որ այդ հնարավոր ոչ մի ցենց ողջամիտ մարդ չի կարող ասի դրանից հետո կապ գոյություն ունի։ Պատկերացրեք X գործունեություն, որը ունի սեփականատերեր։ Այդ սեփականատերերը հստակ բացահայտված են, հայտնի են քննչական մարմնին, հայտնի են դատախազներին, բոլորին։ Y կազմակերպություն, որը դրա վերաբերյալ տվյալ կարար տվել է։ Բոլոր հանգամանքները բացահայտված են, Սամվել Կարապետյանի որևէ ձևով առնչությունը հերքված է, բայց քննչականն է։ Ասում եմ դուք եք կազմակերպել, Սամվել Կարապետյանն այդ ֆիրմաների գործունեությունը կազմակերպել, ֆինանսական հոսքեր, չգիտեմ, հանցավոր սխեմաներ, երևակայությունը չի հերիքում, որ հասկանաս սրա տրամաբանությունը եւ այն օբյեկտիվ փաստական տվյալները, որոնց վրա հիմնվելով կարելի է նման եզրահանգման գալ։ Ձեր հարցի պատասխանը ամփոփելով ցանկանում ենք փաստել հետեւյալը, այդ փորձագետի բնակարանի խուզարկությունը տենց չի, որ տենց գերկարևորություն ուներ քննչական մարմնի համար։ Տեսեք, ի սկզբանե ես ասացի, որ իրենք հակված են միայն մեղադրող բնույթի ապացույցներ ձեռք բերելուն եւ դա հիմնավորված ու փաստարկված ու ապացույցված է։ Փորձագետի տունը խուզարկելը եւս մի հավելյալ ապացույցի տեսակ է, մի հավելյալ կերպ է ապացուցվում, որ այդ մարդիկ շահագրգռված են միայն շինցու եւ մեղադրական բնույթի ապացույցներ հավաքելով եւ դա հենց ճնշման մեթոդ է, որ այն մարդիկ, ովքեր ի օգուտ այս գործի կգան կխոսեն, թող համոզված լինեն, որ իրենց բնակարանները խուզարկվելու են։ Բայց ես վստահ եմ, որ մեր հանրությունը այդ անտարբերության մատնված չի եւ խիզախներ անպայման լինելու են։ Իսկ ապօրինություն թույլ տված անձինք անպայման պատասխանատվության ենթարկվելու են։ Մենք բոլորի հետևից տարիներ էլ անցնի անպայման գնալու ենք եւ թակելու ենք իրենց բնակարանի դուռը, որպեսզի նրանք գան եւ պատասխան տան, թե ինչի են կատարել այդ ապօրինությունը։ Մենք այս մեր մամլու ասուլիսների շարքը երբ որ սկսվում էր, մենք հաճախ էինք բոլորին կոչանում ձեռնպահ մնալ ապօրինություններից, բայց երբ որ մի հատ փոքր ապօրինություն ես անում, դու արդեն ոնց որ իրենց գերին ես դառնում, դու ստիպված հաջորդը պետք է անես, որ կարողանաս հաճոյանաս, հետո այն մյուսը։ Դրա համար թե այդ բոլոր ապօրինություն արածները հաստատապես համոզված լինեն, որ իրենց հետևից արդարադատությունը անպայման գնալու է։ Այն էլ այն պայմաններում ես լրացնեմ գործընկերոջս խոսքը, որ չէ լուրջ վարորդն իրականացնող մարդին հարց կարելի է տալ։ Այդ ապօրինությունների շրջանակներում արդյոք բարոյական, լավ, գոնե մտովի բարոյական քննարկում են իրենց մեջ, թե ճիշտ է ազգային մեծ բարերարի 60-ամյակը քրեակատարական հիմնարկում անցկացնելը, այ նոր տարին, ինչպես նշել ենք, իր հոր մահվան առաջին նոր տարին է քրեակատարական հիմնարկում նշելը։ Գուցե լավ մարդկայնորեն այդ
որպես այդպիսին կարմիր գծով ապօրինությունների շարքում կարելի է գոնե մտածել մտովի, արդյոք ճիշտ է այդ ամեն ինչը։ Սա ուղղակի ամոթալի փաստ է։ Իդեպ այս հանգամանքը ուզում եմ հատուկ նշել եւ կներեք անպայման հարցերը լսենք։ Առաջին Ացյանի դատավոր պարոն Դադոյանը եւ վերաքննիչ Ացյանի դատավոր Տիկին Մելիքսեցյանը այն ինչ քիչ առաջ նշվեց։ Սամվել Կարապետյանի տարիքը, վաստակը, անձը բնութագրող տվյալները, անձը բնութագրող տվյալների տեսանկյունից 2025 թվականի ընթացքում հոր կորուստը։ Այդ ամենը ես կրկին եմ ուզում նշել։ Կոնկրետ մարդիկ են, չէ՞, կոնկրետ դատավորներ, կոնկրետ քննիչներ ու կոնկրետ դատախազներ, որ պատկերացնեք գործով դատախազը բողոք է ներկայացրել 2 ամիս կալանքը երկարաձգելու պայմաններում, որովհետև չի բավարարվել նրանով, որ միայն խոչընդոտելու ռիսկն է արձանագրվել։ Դատախազը ուզում էր, որ անպայման թաքնվելու ռիսկ է լինի, նոր անցանք կատարելու ռիսկ է լինի։ Դուք պատկերացնում եք Հայաստանի Հանրապետության հանցավորության մակարդակի պայմաններում 53 քննիչ եւ այդքան դատախազներ իրենց ժամանակը, ռեսուրսը, մարդկայնությունը ուղղում են դրան, որ բավարար չի, որ 2 ամիս երկարաձգվել է կալանքը, գործընկերներ, պատկերացնում եք, ես չգիտեմ սա ինչպես բնութագրեմ, իրենք ժամանակ ունեին դրա դեմ էլ վերաքննիչ բողոք ներկայացնեն, ոչ թե օրինակ դատախազը ինքը իր ձեռքով վերացնի կալանքը, ոչ, այսինքն այո, իմացեք, քննիչները, դատախազները, կոնկրետ դատավորներ, ցանկացել են եւ ցանկանում են, որ Սամվել Կարապետյան այո իր 60-ամյակը պետք է դիմավորեր քրեակատարողական հիմնարկում եւ մեկը թող ինձ օրինակ իրավապահներից ասի, որ այդ ամենը կապ չունի 2025 թվականի հունիսի 17-ի Նիկոլ Փաշինյանի կողմից կատարած հայտարարության հետ։ Թող լինի էլի այդ մարդը, որը սթափ կկանգնի ձեր առջև, մեր առջև եւ կասի իհարկե սա կապ չունի։ Եվ նաեւ նոր տարին էլ պետք է լինի քրեակատարողական հիմնարկ։